Բարի երեկո, եթերում 02-ի հերթական թողարկումն է։ Այս թողարկման մեջ կարող եք դիտել. Ներքին գործերի նախարարն ու ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը քննարկել են ԵՄ վիզաների ազատականացման դինամիկ ընթացքը։ Ներքին գործերի նախարարության պատվիրակությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում մասնակցել է համաշխարհային հանրային անվտանգության համագործակցության համաժողովին։ Մեկնարկել է համայնքային ոստիկանության համալրման նպատակով իրազեկման արշավ, ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների հանդիպում քննարկում, Էջմիածնում։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են ԵՄ վիզաների ազատականացման ընթացքը։ Նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ ձևավորված սերտ համագործակցությունը, որը շարունակաբար զարգանում է և ընդգրկում նոր ոլորտներ։ Սեպտեմբերի 20-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Ողջունելով հանձնակատար Կոսի այցը Հայաստան, նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ ձևավորված սերտ համագործակցությունը, որը շարունակաբար զարգանում է և ընդգրկում նոր ոլորտներ։ Խոսելով ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին, Հայաստանի կողմից գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանը նշել է Հայաստան այցելած ԵՄ առաքելությունների աշխատանքը, ինչը դրական ազդեցություն է ունեցել գործողությունների ընթացքի վրա։ Նա ներկայացրել է նաև բիոմետրիկ համակարգի ներդրման մանրամասները, ինչպես նաև Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը սահմանների կառավարման, տեղահանված անձանց վերաինտեգրման և միգրացիոն քաղաքականության ոլորտներում։ Հանձնակատար Կոսը կարևորել է ներքին գործերի համակարգում իրականացվող բարեփոխումները, ընդգծելով ԵՄ-ի շարունակական աջակցությունը դրանց իրականացման գործում։ Նա նշել է ԵՄ-ի կողմից ավելի քան 200 միլիոն եվրո աջակցության մասին։ Ի թիվս այլ ոլորտների աջակցությունն ընդգրկելու է նաև Հայաստան-ԵՄ համագործակցության կարևոր հենասյունային ուղղություններից ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը։ Հանձնակատարը բարձր է գնահատել ներքին գործերի նախարարության համակարգող դերը վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում, նշելով, որ գործողությունների ծրագիրը վերջնականացման փուլում է։ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև ԵՄ հերթական ծրագրի հաստատման համար, որի շրջանակում նախատեսվում է շուրջ 4.5 միլիոն եվրոյի ներդրում ուղղված փրկարարծառայության և ոստիկանության արդիականացմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը, դիմակայունության և զարգացման պլանի ֆինանսական և գործառնական բաղադրիչների համադրման, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը, նաև համատեղ աշխատանքը ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ։ Մեկնարկել է համայնքային ոստիկանության համալրման նպատակով իրազեկման արշավ Էջմիածին քաղաքում սկսված հանդիպում քննարկումն այնուհետև շարունակվել է վաղարշաբաթի համայնքապետարանում։ Ներքին գործերի նախարարությունը համայնքային ոստիկանության համալրման նպատակով իրազեկման արշավի շրջանակում, ինչպես նաև կարևորելով հասարակության հետ արդյունավետ համագործակցությունն ու ակտիվ շփումները, պարբերաբար կազմակերպում է հանդիպում քննարկումներ, նպաստելով պետություն-հասարակություն կապի ամրապնդմանը։ Սեպտեմբերի 18-ին նման հանդիպում քննարկում տեղի ունեցավ Էջմիածին քաղաքում։ Ներքին գործերի նախարարությունը Էջմիածնի երիտասարդների տուն բաց երիտասարդական կենտրոնի հետ նախաձեռնել էր հանդիպում քաղաքի բնակիչների հետ։ Ներքին գործերի նախարարության և համայնքային ոստիկանության ներկայացուցիչները նախ հանդիպել են Էջմիածնի երիտասարդների տուն բաց երիտասարդական կենտրոնի երիտասարդների հետ, ներկայացրել համայնքային ոստիկանության գործունեությունը, ստորաբաժանումում ծառայության անցնելու մոտիվացիան, հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղված քայլերը և անչափահասների շրջանում արատավոր բարքերի կանխման ուղղված նախաձեռնությունները։ Բանախոսները պատասխանել են նաև ներկաների հարցերին։ Էջմիածնի երիտասարդների տուն բաց երիտասարդական կենտրոնի տնօրեն Նռան Մեխակյանի խոսքով հանդիպումը կարևոր նշանակություն ունի նաև երիտասարդների մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից։ Հանդիպումն այնուհետև շարունակվել է վաղարշաբաթի համայնքապետարանում։ Ներքին գործերի նախարարության ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանը շնորհակալություն հայտնելով հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, համայնքային ոստիկանությունում ընդունելության ընթացակարգերը, առանձնահատուկ ընդգծելով համակարգը բանիմաց և պրոֆեսիոնալ կադրերով համալրելու անհրաժեշտությունը։ Նա կարևորել է նաև ոստիկանությունում ծառայության անցնելու համար տարիքային շեմի վերացման հանգամանքը, ինչը 35 տարեկանից բարձր անձանց նույնպես հնարավորություն է տալիս ծառայության անցնել համակարգում։ Այդ համատեքստում շեշտվել են նաև կանանց ներգրավվածության խթանման ուղղված քայլերը։ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական և մեթոդական աջակցման վարչության պետ Էդգար Պետրոսյանը խոսել է ընտանեկան բռնության, անչափահասների կողմից իրավախախտումների, բուլինգի, հանցագործությունների նախականխման ու կանխարգելման մասին, ներկայացնելով այդ ուղղությամբ համայնքային ոստիկանության բազմապրոֆիլ աշխատանքը։ Նա ընդգծել է նաև հասարակության հետ համագործակցության կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության հսկողության վարչության պետի տեղակալ Գյորգի
Խաչատրյանը ներկայացնելով համայնքային ոստիկանություն ընդունվելու մոտիվացիան խոսել է ոչ միայն համայնքին ծառայելու կարևորության, այլև սոցիալական երաշխիքների ու խոստումնալից կարիերայի մասին։ Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Փայլակ Շմավոնյանն իր խոսքում ներկայացնելով համայնքի առանձնահատկությունները անդրադարձել է առաջադրված խնդիրներին եւ համայնքային ոստիկանների կողմից օպերատիվ արձագանքման կարողություններին։ Հարց ու պատասխանի ընթացքում քննարկվել են նաեւ համայնքային ոստիկանության ծառայողների մասնագիտական կատարելագործման, փորձի փոխանակման, սոցիալական երաշխիքների եւ մի շարք այլ հարցեր։ Անկախության տոնի կապակցությամբ վարչապետի միջնորդությամբ եւ նախագահի հրամանագրով սահմանադրական կարգի պահպանության, օրինականության եւ իրավակարգի ամրապնդման գործում ներդրված ավանդի, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները կատարելի ցուցաբերած նվիրումի համար ներքին գործերի նախարարության մի շարք ծառայողներ արժանացել են պետական բարձր պարգևների։ Ոստիկանության գնդապետ Գևորգ Մկրտչի Ազիզյանը, Ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ փոխգնդապետ Ղևոնդ Աշոտի Մալխասյանը, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Չինաստանի Լիանյունգան քաղաքում կայացած համաշխարհային հանրային անվտանգության համագործակցության համաժողովին, որի ներգրավված էին ավելի քան 120 երկրի շուրջ 2000 ներկայացուցիչ։ Քննարկվել են հանրային անվտանգության մարտահրավերները, կիբերհանցավորության, ահաբեկչության ու սինթետիկ թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի հարցեր։ Արմեն Մկրտչյանը հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների իրավապահների հետ, իսկ պատվիրակությունը մասնակցել է նաև անվտանգության տեխնոլոգիական սարքավորումների ցուցահանդեսին։ Ներքին գործերի նախարարությունում անկախության տոնին նվիրված յուրահատուկ միջոցառում էր։ Նախարարության աշխատակիցները ցուցահանդեսին ներկայացել են իրենց ստեղծագործությունները արվեստի միջոցով արժևորելով անկախությունը։ Սեպտեմբերի 19-ին անկախության տոնին ընդառաջ ներքին գործերի նախարարությունում տիրում էր մշակութային յուրահատուկ մթնոլորտ։ Օրվա խորհրդին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպվել էր ցուցահանդես, որի ընթացքում նախարարության եւ ենթակածառայությունների աշխատակիցները հանդես էին գալիս ոչ թե որպես ծառայողներ, այլ արվեստի դեսպաններ։ Նրանք ներկայացրել էին իրենց ստեղծագործությունները համադրելով մասնագիտական փորձն ու յուրօրինակ մոտեցումներն արվեստին։ Ոգեշնչման աղբյուրները բազմազան էին, սակայն գաղափարը մեկն էր՝ անկախության արժևորումը։ Ոմանց ստեղծագործություններում հարատև խաղաղության գաղափարներ, մյուսների մոտ հայրենիքին հավատարմությամբ եւ անձնվիրումով ծառայելու ոգին։ Ոմանք էլ պարզապես արվեստի լեզվով փոխանցել էին իրենց ապրումները, ներաշխարհն ու հոգեվիճակը։ Համակարգում եմ արդեն 31 տարի նախարարությունում կազմակերպված գրքերի եւ գեղանկարների ցուցահանդեսին ներկայացել եմ նաեւ իմ գրքով, իմ բարի լույս գրքով։ Ներկայացել եմ իմ ձեռքի աշխատանքները, հիմնականում կատարված աշխատանքը մանրանկարչություն է, ինչպես նաեւ ունեմ յուղաներկայի աշխատանքներ։ Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներին ծանոթացել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Ներկայ էին նաև ներքին գործերի նախարարության եւ ենթակածառայությունների ներկայացուցիչներ։ Շնորհավորելով անկախության տոնի կապակցությամբ Արփինե Սարգսյանը նշել է, որ ոլորտային խնդիրների լուծման եւ համակարգի շարունակական լավարկման հետ համատեղ կարևոր է նաև նախարարության արժեքներին համահունչ մշակութային նախաձեռնությունների իրականացումը։ Նրա խոսքով նմանօրինակ միջոցառումները նպաստում են մարդակենտրոն միջավայրի ձևավորմանը եւ ծառայողների ինքնարտահայտման հնարավորությունների ընդլայնմանը։ Ցուցահանդեսը հերթական ապացույցն էր, որ անկախությունը ոչ միայն քաղաքական կամ սոցիալական հասկացություն է, այլև մշակութային արժեք։ Անկախության տոնին նվիրված ցուցահանդեսը կազմակերպվել էր ներքին գործերի նախարարության մշակույթի կենտրոնի կողմից։ Քաղաքացիները պատմում էին այն դեպքերը, երբ ոստիկանի օգնությունը դարձել է որոշիչ, ահազանգով դեպքի վայր մեկնելուց սկսած մինչև բարդ իրավիճակում հայտնվածին օգնության հասնելը։ Օպերատիվ արձագանք, պրոֆեսիոնալ մոտեցում եւ նվիրում։ Ոստիկանը ոչ միայն հասարակական կարգի պահպանման ու հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է, այլև առօրյայում տարբեր իրավիճակներում հայտնված քաղաքացու կողքին։
Շնորհակալական ավելի քան 1000 զանգ հունվարի 1-ից մինչ օրս, սա քաղաքացիների գնահատականն է համայնքային ու քրեական ոստիկանների, պարեկների եւ ոստիկանության զորքերի ծառայողների բարեխիղճ ծառայությանը։ Օրինակները բազմաթիվ են։ Քաղաքացիները պատմում են այն դեպքերի մասին, երբ ոստիկանի ցուցաբերած օգնությունը դարձել է որոշիչ, ահազանգով դեպքի վայր մեկնելուց սկսած մինչև բարդ իրավիճակում հայտնվածին օգնության հասնելը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել իր բարեկային ծառայության աշխատողներին, ինձ որպես կին վարորդ պատշաճ օգնություն ցուցաբերելու համար։ Իմ մեքենան անցած վիճակում էր, ես հազիվ մեքենան արգելակել եմ ապարանին մոտ, ինձ օգնեցին մեքենան տեղափոխել դեպի կանգառ, նույնիսկ ցույց տվեցին, որ այնտեղ պոլիսները մոտենան, իրենց օգնություն առաջարկեն, դրանք մանրստաններ են, բայց կնոջ համար շատ կարևոր։ Երեխեն 40 աստիճան տաքությունով ահավոր պրոբկա էր, մոտեցել խնդրել են, որ օգնեն հասցնենք հիվանդանոց, շատ շտապ երեխուն գրկել դրել են իրենց մեքենան ու շատ շտապ հասցել են հիվանդանոց, շատ բարեհամբույր, շատ մարդկային խոսքերն ավելորդ ուղղակի։ Այս անգամից եկան կանգնին հարցրին ինչ ա եղել, ինչով օգնենք, ասեցի ֆրոլիկներ հալվել։ Համ գործիքներով են օգնել, համ զանգել են պայսամաս են բերել, շատ գոհ ենք։ Իսկ կնոջը վանա ոնց որ սոտա տվենգելա, այդ բարեկները բան են արել, շուտ իրանց ավտոն նստեցրել են, կենտրոնից հասցրել են Երևանի հիվանդանոց։ Ու այդ իրանց հասցնելը ոնց որ կախված է, որ եթե ուշ հասնեն, կարող է կորցնեն երախուն։ Այս կնոջս պետք է հասնել քաղաքի հիվանդանոց Մարգարյան։ Այսօր շատ պրոբկա է, տեսա բարեկայական մեծ շոհազանագրություն են կազմում։ Կոնցեպցիա որ ուղեկցել են ինձ ու իրոք շատ հասցրեցին ինձ հիվանդանոց։ Էլի շատ լավ մարդիկ են, շատ դրական։ Շնորհակալ եմ իրենց ծառայությունը շատ լավ կատարում են, էլի։ Օղագաձև այգիում երեխաները անցնում են երկու հարբածները սկսեցին անպատվել տնօրներին։ Օրալ, ճչալ, եւ մենք չդիմացանք, զանգ տվեցինք, եկան երկու չքնաղ տղաներ, պարետներ էին, ապրեն տղաները։ Շատ շուտ եկան եւ շատ շուտ աշխատանք, ճիշտ աշխատանք վարեցին, կորեկտ աշխատանք վարեցին։ Շնորհակալական յուրաքանչյուր զանգ կոնկրետ օրինակ է, որ համայնքային ու քրեական ոստիկանների, պարեկների ու ոստիկանության զորքերի ծառայողների առաքելությունը քաղաքացիների վստահությանն արժանի ծառայություն մատուցելն է։ Հանրապետության տարածքում անցկացվել են միջոցառումներ հասարակությանը ավելի տեղեկացված, պատրաստված ու պաշտպանված դարձնելու նպատակով։ Քաղաքացիներին ներկայացվել են տեղեկատվություն աղետների սպառնալիքների, դրանց առաջացման պատճառների և արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու մեխանիզմները, շեշտելով անհատական պատրաստվածության կարևորությունը որպես աղետների հետևանքների նվազեցման առաջնային գործիք։ Սեպտեմբերի 4-ին Փրկարարի մասնագիտական օրվա շրջանակում Հանրապետության տարածքում անցկացվել են միջոցառումներ, առավել տեղեկացված, պատրաստված և պաշտպանված հասարակություն ձևավորելու նպատակով։ Քաղաքացիներին ներկայացվել է տեղեկատվություն, աղետների սպառնալիքների, առաջացման պատճառների, արտակարգ իրավիճակներին արագ և արդյունավետ արձագանքելու մեխանիզմների վերաբերյալ, շեշտադրելով անհատական մակարդակում պատրաստվածության դերը որպես աղետների և հետևանքների նվազեցման առաջնային գործիք։ Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գործակալության 2025-26 թվականների աղետների պատրաստվածության ծրագրի շրջանակում Եվրոպական միության և գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ մշակվել և հանրությանը տրամադրվել են տեղեկատվական նյութեր, թռուցիկներ, բուկլետներ, ինչպես նաև տեղի է ունեցել Հայաստանին սպառնացող աղետների վերաբերյալ վարքականոնների ուղեցույց ձեռնարկի շնորհանդեսը, որում ներկայացված են մեր երկրի տարածքում առավել հաճախ հանդիպող վտանգավոր բնական երևույթների ժամանակ վարքագծի կանոնները։ Եվրոպական միության աջակցությամբ վերատպագրվել է երբ արտակարգ իրավիճակ է գործնական ուղեցույցը, որը հնարավորություն է տալիս արագ կողմնորոշվել արտակարգ իրավիճակների պայմաններում։ Հպարտ եմ աջակցելու Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությանը պատրաստվածության արձագանքման եւ համայնքային դիմակայունության ապահովման գործում, ինչը իսկապես կյանքեր է փրկում։ Այսօր մենք հենց դրա ականատեսը եղանք։ Մենք համատեղ մշակել ենք որոշ հրատարակություններ World Vision-ի հետ Էքոյի լայնածավալ աջակցության շնորհիվ, ի նպաստ փրկարար ծառայության բոլոր ջանքերի։ Հուսով եմ, որ այս տեղեկատվական նյութերը կօգնեն բարձրացնել իրազեկվածությունը, կուժեղացնեն համայնքների պատրաստվածությունը եւ կօգնեն փրկել կյանքեր։ Տեղեկատվական նյութերը տարածվել են հանրային վայրերում, ուսումնական հաստատություններում, համայնքային կենտրոններում և մարզերում, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով տարբեր տարիքային և խոցելի խմբերի։ Փրկարար ծառայության իրազեկման միջոցառումները նպաստել են քաղաքացիների տեղեկացվածության մակարդակի, ինչպես նաև համայնքների դիմակայունության բարձրացմանն ու անվտանգային մշակույթի ձևավորմանը։ Այս օրինակ միջոցառումները շարունակական են։
Թողարկման այս հատվածում առաջարկում եմ ծանոթանալ անցած շաբաթվա քրեական նորություններին, առավել աչքի ընկած բացահայտումները ներկայացնենք մեկ տեսաշարով։ Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մուշ թաղամասի բնակիչ 63-ամյա Գարիկ Գարաքյանը մարտ ամսից բացակայում է եւ ըստ տվյալի նրան սպանելու թաղամասի մոտակա դաշտում թաղել է որդին։ Սեպտեմբերի 18-ին տեղեկությունը փոխանցվեց քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն եւ հետագա միջոցառումներին իրականացվեցին համատեղ։ Նույն օրը ժամը 19:40-ին 30-ամյա որդին ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին, որտեղ խոստովանեց արարքը։ Ըստ նրա մարտի 20-ի գիշերը տանը կենցաղային հարցերի շուրջ վեճ է ծագել իր եւ հոր միջև, ինչի ընթացքում հայրը դանակահարվել է։ Հաջորդ օրն էլ որդին հորը ակցրել է նոր շորեր, դին փաթաթել տոպրակներով եւ թաղել մոտակա դաշտում, իսկ դանակն ու դեպքի ժամանակ հոր հակին եղած շորերը նետել է աղբար կղը։ Կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։ Սեպտեմբերի 19-ի երեկոյան ոստիկանության եւ քննչական կոմիտեի ծառայողները հայտնաբերել են 63-ամյա Գարիկ Գարաքյանի դին, 30-ամյա տղան կալանավորվել է։ Դեպքի ամբողջական հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նորհաճն քաղաքի 42-ամյա մի բնակիչ համացանցի միջոցով ձեռք է բերում թմրամիջոցներ եւ դրանք տեղադրելով իրացնում Երևանի տարբեր թաղամասերի շենքերի մուտքերում։ Օպերատիվ տվյալներն իրացվեցին սեպտեմբերի 19-ին ժամը 13:30-ի սահմաններում Մայրաքաղաքի Գարեգի Նժդեի փողոցում 42-ամյա տղամարդը ձերբակալվեց եւ իր վարած օփելով հանդերձ տեղափոխվեց համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի 1 եւ 7 գրամից ավելի ընդհանուր քաշով մեթամֆետամինի 6 փաթեթ։ Նա հայտնեց, որ կրիստալի 6 փաթեթը ձեռք է բերել Telegram ալիքի միջոցով տեղադրելով իրացնելու նպատակով։ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ նրա վարած ավտոմեքենայում հայտնաբերվեց թափանցիկ եւ սպիտակ կպչուն ժապավեններով ավելի քան 15 գրամ ընդհանուր քաշով, մեթամֆետամինի 14 փաթեթ եւ այլն։ 42-ամյա տղամարդը կալանավորվել եւ տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, նախաքննությունը շարունակվում է։ Սեպտեմբերի 18-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին ծառայող Վայոց ձորի մարզի պարեկները 121-րդ կիլոմետրում կանգնեցրել են Mercedes Magnus-ի մի ավտոմեքենա, այն ենթարկելով արտաքին զննության։ Լապտերի լույսի տակ պարեկներն ավտոմեքենայի սրահում նկատել են պոլիէթիլենային պարկեր, որի պարունակության վերաբերյալ վարորդը տրամաբանական բացատրություն չի տվել ու դրսևորել է կասկածելի վարք։ Ավտոմեքենան տեղափոխվել է համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք եւ կնիկվել։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, ինչպես նաև Վայոց ձորի մարզի քրեական ու Եղեգնաձորի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկեցին օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Համատեղ աշխատանքի արդյունքում տվյալներ ձեռք բերվեցին, որ պարկերում թմրամիջոց է։ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում ոստիկանության ու քննչական կոմիտեի ծառայողները զննեցին պահպանվող հատուկ տարածք տեղափոխված Mercedes-ը, հայտնաբերելով մարիխուանայով 10 փաթեթ, ընդհանուր ավելի քան 10.5 կիլոգրամ քաշով։ Նշանակվել է փորձաքննություն, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Եվ թողարկման ավարտին մեկ կարևոր հիշեցում։ Օրենսդրական վերջին փոփոխություններով առանց վարորդական իրավունքի մեքենավարողները ենթարկվելու են ավելի խիստ վարչական պատասխանատվության։ Եթե նախկինում տուգանքը կազմում էր 25,000 դրամ, ապա այժմ այն կրկնապատկվել է 50,000 դրամ։ Իսկ որպես քրեական պատասխանատվության միջոց վարորդի նկատմամբ կարող է կիրառվել նաև մինչև 1 ամիս ժամկետով ազատազրկում։ Հայաստանում մտահոգիչ է առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի վիճակագրությունը։ 2024 թվականին պարեկները մեքենայի ղեկին առանց վարորդական իրավունքի վարելու 46,000-ից ավելի դեպք են արձանագրել, իսկ ընթացիկ 2025 թվականին արդեն ավելի քան 31,000։ Օրենսդրական վերջին փոփոխություններով օգոստոսի 2-ից առանց վարորդական իրավունքի մեքենավարողները ենթարկվելու են ավելի խիստ վարչական պատասխանատվության։ Եթե նախկինում տուգանքը կազմում էր 25,000 դրամ, ապա այժմ այն կրկնապատկվել է 50,000 դրամ։ Եթե խախտումը 1 տարվա ընթացքում կրկնվի, ապա այն այլևս չի դիտարկվի որպես վարչական իրավախախտում։ Վարորդը կենթարկվի քրեական պատասխանատվության։ Որպես քրեական պատասխանատվության միջոց, վարորդի նկատմամբ կարող է կիրառվել մինչև 1 ամիս ժամկետով ազատազրկում։
Միաժամանակ քրեական պատասխանատվության ենթարկվելու դեպքում վարորդը համարվելու է դատվածություն ունեցող, մինչև դրա մարման կամ վերացման պահը։ Փոփոխություններն ինքնանպատակ չեն, հիմքում մարդկային կյանքն ու առողջությունն է։ Շաբաթվա լրահոսը այսքանն էր, եւ ձեզ հրաժեշտ եմ տալիս հաջողություն։